Գլխավոր դատախազության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը վերածվեց իշխանություն ընդդիմություն թեժ փոխհրաձգության, վեդիի վերջին աղմկահարույց դեպքից մինչև Արցախի կորուստ։ Թռնեք վերև իջնեք ցած, հարգելի հայրենակիցներ, այսօրվա այս ողբերգական վիճակի Արցախի անկման համար պատասխանատու է այսօրվա իշխանությունը։ Դուք եք այնպես արել, որ Ղարաբաղը դադարի լինել հայկական։ Ընդդիմությունը պնդում է դատախազությունը թերանում է իր աշխատանքում։ 44 օրյա պատերազմի քննությունը եւս բացառություն չէ։ Պատասխանատվություն պետք է գրեն պետական կառավարման այն մարդիկ, ովքեր որ բանակին թիկունք չեն կանգնել, բանակի մոբիլիզացիան չեն իրականացրել եւ չեն կարողացել ճիշտ քաղաքական գնահատական տան եւ որոշեն հակառակորդի գլխավոր հարվածի ուղղությունը, որտեղով որ Ադրբեջանը եկել հասել է միջև մեր սարերը։ Մենք ասում ենք Ժորժ ջան, եկեք իրենց անենք, այս մարդիկ կարողանան շարունակել ապրել Ղարաբաղում։ Դուք ասում եք չէ, այդ դավաճաններ, ո՞նց եք հանդգնում չխոսել նրա մասին, որ 7 շրջանները պետք է շարունակեն լինել Լեռնային Ղարաբաղի մաս, որովհետև դա սահմանադրության մաս է Լեռնային Ղարաբաղի։ Կամ ասում եք այդ դավաճաններ, ոնց է դուք անկախությունից չեք խոսում Ղարաբաղի։ Հայաստան խմբակցության պատգամավորների պնդմամբ օպերատիվ արձագանք լինում է միայն այն ժամանակ, երբ հարցն ընդդիմադիրներին է վերաբերում։ Գիտեք ընդդիմադիրները ում հետ են հանդիպում, գիտեք ինչ են շնչում, բռնություն չեք կարողանում բացահայտել, ամիսներ շարունակ, հանցագործության, սպանության պատրաստություն չեք կարողանում բացահայտել, թմրամոլության այդ բուրգը չեք կարողանում բացահայտել։ Այս երկրում ուժայինները սրբազաններ հետապնդելու, գաղտնալսելու ու ընդդիմադիրներին հետապնդելու համար են։ Մեղադրանքների տարափին գլխավոր դատախազը եզրափակիչ ելույթում է արձագանքում, բոլոր ելույթների հիմքում մեկ պատճառ է տեսնում։ Մենք պատճառահետևանքային կապերի մասին խոսեցինք, չեմ կոռելյացիաների, սիլոգիզմների, ինչ փիլիսոփական կատեգորիա ասես այս հաղորդման քննարկման ընթացքում բարձրացրեցինք, բայց իմ կարծիքով բոլոր ելույթների հիմքում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով մեր կողմից այդ անձանց պատճառած անհանգստություններն են։ Ազգային ժողովում կատարվողին տեղից հետևում էր նաև Լատվիայի նախագահը, որին Ալեն Սիմոնյանն էր հյուրընկալել։ Արծվիկ Մինասյանը դիմեց Էդգար Սրինկևիչին։ Այսօրվա իշխանությունը, որ խոսում է այդքան օտարերկրյա աջակցությունը բացառելու մասին, բացահայտ այս օրերին հենց ուղիղ թիրախավորված իր աջակցությունն էր բերում, Հայաստանին չի աջակցությունը, Հայաստանում գործող իշխանության աջակցությունն է։ Գլխավոր դատախազից հետո հերթը ՄԻՊ-ի հաշվետվությանն է, բայց թվերի ցանդին ընդդիմադիրներին մտահոգում է Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների հարցը։ Ասում են իհարկե լավ է մի վնասիր սկզբունքով աշխատելը, բայց դա դեռ չի նշանակում, որ ոչինչ անել պետք չէ։ Ռուբեն Վարդանյանը, որը հանդիպել էր Ադրբեջանի օմբուդսմենի հետ, շաբաթներ առաջ ցանկություն էր հայտնել, որ Հայաստանի ՄԻՊ-ն այցելի Բաքու։ Մանասյանը մերժեց այս խնդրանքը։ Ինչու՞։ Ես արդեն հրապարակային այդ հարցին անդրադարձել եմ եւ տարակուսանք եմ հայտնել առնվազն այդ ուղերձի տեքստում ներկայացված մտքի առնչությամբ եւ հատուկ շեշտադրել եմ, որ ես չեմ ստացել որևէ պաշտոնական առաջարկ նման համագործակցության եւ չեմ էլ ստացել հաստատում այն մասին, որ այդ համագործակցությունը պետությունը կարող է նպաստել այդ համագործակցությանը։ Այսօր արդեն Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով փոխանցել է, որ պաշտպանի հրապարակային դիրքորոշումը թողնում է նրա խղճին, բայց եթե Ադրբեջանի բանտերում գտնվող հայ քաղաքացիների պաշտպանությունը Հայաստանի օմբուդսմենի մանդատի մեջ չի մտնում, ում մանդատն է դա։ Ինչպես է ստացվում, որ Հայաստանի ներկայացուցիչները կարող են Ադրբեջան մեկնել առևտրային, տնտեսական եւ այլ հարցեր քննարկելու նպատակով, բայց չեն կարողանում կազմակերպել այց հայ գերիների կյանքի, առողջության եւ իրավական կարգավիճակի հարցերով։ Արդյոք մարդկանց ճակատագիրն առևտրային բանակցություններից առավել կարեւոր չէ։ Այստեղ պահվողների շարքում կան տարեց 70 տարեկանից բարձր մարդիկ, առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ։ Եթե ատամ չունեցող մարդուն չորամիրք են տալիս, դա օգնություն չէ, դա նվաստացում է։ Վարդանյանն անպատասխան հարցեր ունի անձամբ Փաշինյանին։ Ամոթ չէ ստանալ խաղաղության մրցանակ, երբ Հայաստանի քաղաքացիները շարունակում են Բաքվի բանտերում մնալ առանց պատշաճ պաշտպանության։ Արցախի նախկին պետնախարարը վարչապետից պահանջում է բացատրել այս հարցով վերջին 6 տարիների ընթացքում ինչ է արվել։ Հայտարարեք պատասխանատու անձին, կամ էլ խոստովանեք, որ այդպիսի պատասխանատու գոյություն չունի, եւ գերիների իրենց պետությունից օգնություն ակնկալելը անիմաստ է, եզրափակել է Վարդանյանը։
Մարիա Հակոբյան, Էպիկենտրոն։